դիմավորեք Գոհար Ղումաշյան։ Ողջույն իմ շքեղ լորի, ողջույն իմ ուժեղ լորեցիներ, լորին իմ մանկության ամենաջերմ անկյունն է, որովհետև իմ տատիկն ու պապիկը լորեցի են եղել, ես լորեցի եմ։ Լորին արժանի է ամենամեծ փոփոխությունների, որովհետև այն հսկայական ներուժ ունի։ Եվ այդ փոփոխությունները, սիրելի լորեցիներ, միայն դուք կարող եք մոտեցնել ուժեղ Հայաստանում։ Ավելի քան 10 տարի ես դասավանդում եմ և իմ համեստ մասնակցությունն եմ ունենում ապագա սերնդի կերտման մեջ։ 2020 թվականի հոկտեմբերին, երբ ես մտա լսարան, նկատեցի, որ ուսանողներիցս շատերը բացակայում են։ Նրանք կամավոր մեկնել էին պատերազմի, մեկնել էին հայրենիքը պաշտպանելու և զոհվել են, հանուն մի հայրենիքի, որը այլևս գոյություն չունի։ Չնայած, որ այսօրվա իշխանավորները ասում են, թե դա մեր հայրենիքը չէր, չնայած, որ երկրի վարչապետի զուգընկերուհին ասում է, որ մեր սուրբ նահատակները զոհվել են հանուն ոչնչի, մեր տղաները չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք զոհվել են, որպեսզի մենք ապրենք, ստեղծենք ու ամենակարևորը պայքարենք։ Ես թույլ չեմ տա, մենք թույլ չենք տա, որ Հայաստանում բնակեցվեն 300,000 ադրբեջանցիները, և դուք, սիրելի լորեցիներ, ևս թույլ չեք տա դա։ Իմ երեխաները չեն ապրելու Ռամիլ Սաֆարովների կողքին, չեն մոռանալու Ադամին, Քյարամին, Ալբերտին, Ռոբերտին, Արամին, Գևորգին, ոչ ոքի չեն մոռանալու։ Ամեն նահատակ մի ընդհատված լուսավոր կյանք է։ Սիրելի հայրենակիցներ, կան թեմաներ, որոնցում պետությունը սխալվելու իրավունք չունի։ Կան որոշումներ, որոնց հետևանքները կարող են խեղել մեր երկրի ճակատագիրը, և Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը հենց այդպիսի հարց է։ Ուժեղ Հայաստանը օրենքով արգելելու է որևէ ադրբեջանցու, որևէ տարբերակով Հայաստանում հող կամ բնակարան գնել։ Մենք թույլ չենք տա, որ մեզ մոլորեցնեն։ Սիրելի հայրենակիցներ, զգոն եղեք, ոչ մի տուն Ռամիլ Սաֆարովին, ոչ մի թիզ հող թշնամուն։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց խաղաղությունը չի կառուցվում խեղճությամբ ու թուլությամբ։ Խաղաղությունը կառուցվում է ուժեղ պետության, ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության և ազգային միասնության վրա։ Սա է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պատգամը, ազգային միասնությունը, ողջ աշխարհի հայության միասնությունը։ Եվ հենց այդպես, միահամուռ, միասնական, մենք պետք է մասնակցենք ընտրությունների, որովհետև եթե մենք չմասնակցենք ընտրությունների, ադրբեջանցիները կգան, եթե մենք չմասնակցենք ընտրությունների, մեր հայրենիքը պատար կհանձնեն, եթե մենք չմասնակցենք ընտրությունների, Սաֆարովի նմանները մեզանից կպահանջեն մեր տունը, մեր հողն ու մեր կյանքը։ Ժողովուրդ ջան, հասկանում եք, չէ՞, պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները գնան, պիտի գնանք ընտրությունների, որ Ժողովուրդ ջան, պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան,
Մենք պիտի գնանք ընտրությունների, որպիսի սրանք գնան մեր երկրից։ Եվ մենք պիտի գնանք ընտրությունների, որ հայ մնանք, հայ, ամենակարևորը դա է։ Եվ փոփոխությունները գալիս են, փոփոխությունները հնարավոր են միայն ուժեղ Հայաստանում, միայն ուժեղ առաջնորդի հետ, եւ այդ միակ ուժեղ առաջնորդը Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Եվ փոփոխությունների համար ընտրում ենք համար 3-ը, Շնորհակալություն։